Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 13։ Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Եփեսացիս 6:11 խոսք։ Սատանայի առավելությունը մեծ է, երբ շնորհը գործի մեջ չէ։ Տեսնելով, որ Քրիստոսը այնքան պատրաստակամ է իր վրա վերցնել այս բեռը և հետ մղել նրա գայթակղությունը, սատանան շուտով նահանջեց, սակայն գրված է, որ նա հեռացավ նրանից մի ժամանակով, Ղուկաս 4:13 խոսք։ Կարծես իր ամոթալի նահանջի ընթացքում մխիթարվում էր այն հույսով, որ ավելի հարմար ժամանակ կգտնի Քրիստոսին անակնկալի բերելու և իր նպատակը իրականացնելու համար։ Եվ մենք տեսնում ենք, որ նա վերադառնում է, և դա այն է ժամանակ, երբ ավելի հավանական էր, որ կհասներ իր նպատակին, եթե նրա թշնամին մարդը լիներ, այլ ոչ թե Աստված։ Եթե այդ հանդուգն չարը այսպես հետևում և դիտարկում էր Քրիստոսին ժամանակ առ ժամանակ, ապա միթե քեզ վայել չէ ավելի զգոն լինել, որպեսզի նա մի օր չգտնի քո շնորհը ննջած վիճակում։ Այն, ինչ նա հիմա կորցրել է քո զգոնության պատճառով, կարող է ավելի ուշ շահել քո անփութության հետևանքով։ Նա իրոք հույս ունի, որ դու կհոգնես շարունակական պարտականություններից։ Անշուշտ, ասում է սատանան, երբ տեսնում է քրիստոնյային արթուն և ջերմեռանդ իր ծառայության մեջ, սա երկար չի տևի։ Երբ նա տեսնում է, որ հավատացյալը զգայուն խիղճ ունի և զգուշանում է մեղքի առիթներից, ասում է. «Սա միայն ժամանակավոր է, շուտով նա կթուլացնի իր աղեղը և մի կողմ կդնի իր զրահը, և այն ժամանակ ես կհարձակվեմ նրա վրա»։ Սատանան գիտի, թե ինչ կարգ ու կանոններ ես պահում քո տանը և քո ծածուկ աղոթքի սենյակում։ Թեև նա քո սրտի բանալին չունի, նա կարող է կանգնել նրա հարևան սենյակում և հեշտությամբ լսել, թե ինչ է այնտեղ շշնջվում։ Նա որսում է քրիստոնյային նրա իսկ ոտնահետքերի հոտով, և եթե միայն զգա, թե դեպի որ կողմն է թեքվում նրա սիրտը, անմիջապես հասկանում է, թե ինչպես օգտվի այդ առիթից։ Եթե թեկուզ մեկ դուռ մնա չփակված, մեկ պահակակետ անպաշտպան կամ մեկ շնորհ իր պատշաճ վիճակից դուրս, դա բավարար է նրան առավելություն ստանալու համար։